կազմվում իհարկե, բայց առաջին 50-ը ընտրված, որը որ կընտրվի այս քվեարկությամբ, իհարկե հետո օրենքով սահմանված կարգով քվոտայի միջամտություն կարվի, բայց այդ կազմավորված 50-ը հետագայում մի հատ էլ երկրորդ փուլի քվեարկության կանցնի, որպես այդպես միայն այդ առաջին 50-ը հա նույն կարգով կանցնի, որպեսզի արդեն կազմավորվի այդ 50-ի դասավորվածությունը։ Դրանից հետո մյուս 50-ի Իսկ մյուս 50-ը արդեն կազմավորված է, իհարկե քվոտայի միջամտությունը կլինի եւ վարչությունը կունենա որոշակի համաժողովի կողմից սահմանված կարգով կունենա շատ փոքր ինչ-որ միջամտության բան, հնարավորություն, բայց հիմնականը կլինի քվեարկությամբ։ Այսինքն վարչությունը կարող է հնարավորություն ունենա 55-րդ համարին ենթադրենք տեղափոխի 57-րդ համար, այնտեղ 1 հոգու այսպես մի միջամտություն անի կամ 2 հոգու։ Չէ, էական փոփոխություններ չեն կարող։ Պարոն Ալեքսանյան, քանի որ մեկ անգամ վճռվել է, որ սխալ հաշվառ, անգամ ձեր թիմակիցները կեղծիքների մասին բարձրացրեցին, հիմա այս ընտրությունների հետ կապված։ Մեր ո՞ր թիմակիցների մասին բարձրացրեցին։ Ինչ կեղծիքների մասին։ Նախորդ ընտրությունների հետ կապված բարձրացան։ Հիմա այս ընտրությունների հետ կապված է Արդյոք այդպես կտրուկ փոփոխություններ կլինեն հնարավոր է առանց Նախ ես հասկանում եմ իհարկե, որ Հայաստանում որոշ օլիգարխիկ ու կլանային ուժեր ամեն կերպ փորձում են արժեզրկել ժողովրդավարական ընտրությունների մոդելը ներկուսակցական համակարգում, բայց ես ուզում եմ ձեզ ասել, որ մեր ընտրություններում ընդհանրապես ժողովրդավարության հետ կապված կամ կեղծիքների հետ կապված որևիցե միջադեպ չի եղել, բայց ես ուզում եմ ձեզ նաև ասել, որ սենց այսպիսի ընտրական մոդել, որ 1000 հոգի ընտրում է մեկ քվեաթերթիկի վրա 20 հոգու, 30 հոգու, այս դեպքում 50 հոգու։ Դա շատ բարդ ընտրություն է եւ շատ բարդ հաշվարկ է իրանից ենթադրում։ Այդտեղ կարա լինի սխալ մոմ, կարա հաշվարկի ժամանակ մեկի ձայնը սխալ հաշվի, մեկինը շատ հաշվի, կարա 50-ի տեղը 49 տեսնի, կարա անվավեր քվեաթերթիկը վավեր համարվի, որտեվ օրինակ եթե 49 հոգու ընտրի պատվիրակը, դա անվավեր է։ Ու նմանատիպ սխալմունքներ լինում են ու հա կարա լինի այդպես սխալմունքներ, բայց դա ժողովրդավարության մասը։ Մեր նախորդ ընտրությունները վարչության այնքան անբասիր են եղել, որ նույնիսկ ամենաանդիմադիր լրատվականները, բացի ինչ-որ մատից ծծած ինչ-որ նյութերից, ոչ մի բան նույնիսկ չեն կարծել նորմալ հորինեն այդ ընտրությունների հետ կապված։ Հիմա էլ մեր ամբողջ քվեարկությունը լայվով է ընթանում, բոլորը յուրաքանչյուր քաղաքացի աշխարհի ցանկացած ծայրից կարա մտնի տեսնի այդ լայվը, թե ոնց են մարդիկ քվեարկում, մեր հաշվարկն էլ է լայվով լինելու, մարդը կարա ամբողջ process-ը ինքնուրույն նստած հաշվի, քանի հոգի մտավ ընտրա տեղամաս, քանի քվեաթերթիկ հանեցին, քվեաթերթիկը հանելուց կամերային ցույց են տալիս, կարա ինքը ստոպ տա, ինքը նայի քվեարկության արդյունքները, ամբողջ ընթացքում քվեատուփը իր աչքի առաջ, այսքան ժողովրդավարական ընտրություններ, ինչքան մեր նախորդ վարչության ընտրություններն են, ինչքան հուսով եմ ու Աստված առաջ այս մի ընտրություններն են լինելու, շատ դժվար է պատկերացնելը։ Մեր թիմակիցները նման հայտարարություններ չեն արել, դուք մեր թիմակիցներին հայտարարություններ եք վերագրում, որոնք նրանք չեն արել։ Պարոն Ալեքսանյան, իսկ այս ընտրություններից ինչ-որ հնարավոր է կտրուկ այդպես փոփոխություններ, օրինակ առանցքային դեմքեր, ովքեր դուսում են ընտրության արդյունքում։ Իհարկե, ամեն ինչ ընտրությունը ենթադրում է, որ ամեն ինչ էլ հնարավոր է։ Հիմա գնացեք մեր ընտրողներին հարցրեք, ում եք ընտրել, կարող պարզվի առանցքային ինչ-որ ձեր պատկերացմամբ առանցքային ինչ-որ մեկին չեն ընտրելու, ու հենց այդ է ընտրության իմաստը, որ ընտրությամբ մարդիկ որոշում են, կուզեն այսպես կորոշեն, կուզեն այնպես կորոշեն։ Իսկ հաշվարկը ինչպես է լինում, Նախորդի պես եւ ամբողջ քվեարկությունը կավարտվի, առանձին օրերով հաշվարկ չենք ունենալու, ամբողջ քվեարկությունը կավարտվի, քվեաթերթիկների սկանավորման եղանակով, հետո նաեւ ձեռքով հաշվարկի տարբերակով ամբողջությամբ երկար process է, բայց որը իսկ արդեն վերջնական ցուցակ ամբողջական տեսքով եւ կգնդապահի դե երբ որ երկրորդ փուլի քվեարկությունն է լինի այդ ժամանակ։ Պարոն Ալեքսանյան, սա կարծեք թե կուսակցությունների պատմության մեջ նոր ներդրված մեխանիզմ է, ինչին սա կնպաստի հետագայում այն կուսակցությունների։ Ես կարծում եմ կան կուսակցություններ, որ փորձել են սրա իմիտացիան իհարկե անեն, բայց ակնհայտ է, որ այդ կուսակցությունները մոտ չեն եղել ժողովրդավարական մոդելին, ու առհասարակ կապ չեն ունեցել ժողովրդավարության հետ, իրանք ինչ-որ իմիտացիաներ բնականաբար փորձել են անել, բայց սա հենց ինքնին բան է, էլի, մեսիջ է մեր քաղաքացիներին, որ սիրելի քաղաքացիներ, չի կարող ժողովրդավարական լինել մի թիմ, որ ինքն իր ներսում ժողովրդավարական չէ։ Այսինքն եթե թիմը ինքն իր ներսում իր ուժերի բաշխվածությունը չափում է օլիգարխիկ կլանին այս կամ այն պատկանելիությամբ, օլիգարխիկ կլանում այս կամ այն մասնաբաժինն ունենալով կամ փողի չափով, քսակի չափով, ավելի մեծ քրեական հեղինակություն լինելով կամ մնացած, այդ թիմը չի կարող երկրի համար ժողովրդավարական մոդել բերի կամ ժողովրդավարական մոդել կառուցի։
Մեր կուսակցությունը իր ներսում էլ ամեն ինչ չափում ժողովրդավարական մոդելներով։ Սպանության ոչ կուսակցական գործընթացի հետ կապված մի հարց, երեք մեր ձևով շարժումը ուժեղ Հայաստան արդեն հայտարարեց իր վարչապետի տեխնոլոգիայի մասին Սամվել Կարապետյանն է։ Ձեր դիրքորոշում այս առումով եւ արդյոք իսկապես լուրջ մրցակից չունեք արդեն դուք, որովհետեւ հանրային հարցումներով տարբեր սոցիոլոգներ նշում են, որ իսկապես նրա ակումբը բավական բարձր է հանրային տեսանկյունից։ Հարգելի գործընկերներ, թույլ տվեք ասել, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ կամ վարչապետի տեխնոց։ Ու դա ամրագրված է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ օրենքներով, որտեղ ինչ որ Սահմանադրագետները երեք այլ բաներ են ասում։ Ուրեմն սահմանադրագետները լավը չեն։ Կներեք, ես այդ դետալների մեջ չեմ մտնելու, ես Արամ Վարդևանյանը չեմ, Արամ Վարդևանյանին են միլիոններ տալի, թող Արամ Վարդևանյանն էլ նստի իրանց բացատրի, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի տեխնացու եւ չի կարող լինել վարչապետ Հայաստանի Հանրապետությունում։ Այլ պետությունում գուցեև կարող է, Հայաստանում չի կարող։ Ասում են շատ կհավաքեն ուզենք, դրանք այդ նորմը փոխեն։ Ես էլ ասում եմ, չի կարող նա լինել Հայաստանի Հանրապետությունում վարչապետի տեխնացու եւ վարչապետ, ինչպես ինքը չի կարող։ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի տեխնացու Հայաստանում։ Ֆիլիպ Կիրկորովը չի կարող լինել վարչապետի տեխնացու Հայաստանում, Վլադիմիր Սալավյովը չի կարող լինել վարչապետի տեխնացու Հայաստանում, պարոն Մադուրոն չի կարող լինել վարչապետի տեխնացու Հայաստանում, իսկ նա պարզ ամեն ինչ։ Այսինքն հնարավորին է տեխնացուն չգրանցվի։ Ժողովուրդ, ֆիզիկապես անհնար է, որ նրա տեխնացությունը ինչ որտեղ գրացվի, որովհետև դա սահմանադրությամբ եւ օրենքներով արգելված է, չի կարող այդ մարդը լինել տեխնացու, չի կարող լինել վարչապետ եւ վերջ։ Ինքը Կիրկորովը, Սալավյովը, Մադուրոն, Իլոն Մասկը ոչ մեկ նրանցից չի կարող լինել։ Սա ինձ պարզ բան եմ ասում։ Շնորհակալություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։